Օրեր առաջ խանութներում, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններում, բանկոմատների դիմաց մարդիկ շվարել են։ Որոշակի ժամանակահատված անկանխիկ գործարքները տեղի չէին ունենում։ Գուցե քարտին կամ բանկին է առնչվում խնդիրը, հարցնում են շատերը։ Բայց ոչ, խնդիրը առկա համակարգում էր։ Վճարային համակարգում խնդիրներ նախորդ ամիսներին ևս եղել էին, կարճ ու ավելի երկար ժամանակահատվածով։ Խնդիրը ֆիքսել են կենտրոնական բանկի ներկայացուցիչները նաև։ Խափանումը, որը եղել է սարքի խափանման արդյունք եւ դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է եւ այդ սարքի խափանման արդյունքում հիմա փաստացի հետազոտություններ են անում եւ նաեւ մասնագետներ են հրավիրել, որպեսզի հասկանան թե ինչով է դա պայմանավորված եղել։ Նախորդ խափանումը առկա համակարգում բացատրվեց ծանրաբեռնվածության աճով։ Սա տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ հանգույցներ եւ սարքեր, գումարած մարդկային գործոնը։ Անհանգստանալու կարիք չկա, բնական պրոցես է, կմտածեն շատերը եւ ճիշտ կանեն։ Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Վերջին տարիներին գործադիրը սիստեմատիկորեն իրականացնում է կանխիկ գործարքների նվազեցման քաղաքականություն։ Սկզբում արգելվեց որևէ գործարք իրականացնել, որը գերազանցում է 300,000 դրամը։ Ըստ այդմ, երկրում առևտրի մի զգալի հատված անցավ անկանխիկ եղանակին։ Նույնը վերաբերում է ծառայությունների մատուցմանը։ Երկրում բնակչության մի զգալի հատվածը թոշակառուները մոտիվացվել են կատարել իրենց գնումները անկանխիկ 10%-ի չափով հետ վճար ստանալու համար։ Պրոցեսը շարունակական է լինելու։ Անկանխիկ գործարքի հիմնական պլյուսը այն է, որ բոլոր գործարքները պետության կողմից գրանցվում են եւ սա ծերը կրճատվում է։ Դրա համար է պետությունը նախընտրել Հայաստանի Հանրապետությունը, որ 26 թվականից դա խրախուսելու է եւ անկանխիկ գործարքների դեպքում բոլոր 2%-ը հետերադարձ է կատարվելու։ Այստեղ հարցն այն է, որ անկանխիկ գործարք ասված իրականացվում է հենց արքայով հիմնականում, այսինքն երկրում գրեթե բոլոր բիզնես պրոցեսները կախվածության մեջ են ընկնում վճարային համակարգից, այդ թվում արքայի աշխատանքից։ Եթե հասարակությունը սովոր է անկանխիկ գործարքներ կատարելուն, ապա որևիցե խնդրի դեպքում համակարգը կանգնում է, որը տնտեսական տեսանկյունից բավականին բացասական է, որտեղ տնտեսությունը կանգնում է մի քանի օրով։ Մասնագետները նշում են, որ այստեղ իրավիճակը կարող էր շտկել մեկ այլ վճարային համակարգի ի հայտ գալը, սակայն դա բավականին բարդ եւ թանկարժեք պրոցես է։ Հակառակ դեպքում որևէ ընկերություն արդեն կզբաղվեր նման պրոդուկտի մշակումով։ Մյուս կողմից պետությունը պարտադրում է բնակչությանը գործարքները կանխիկից տեղափոխել անկանխիկ դաշտ։ Պարտադրում է օրենսդրորեն։ Հետևաբար, այդ համակարգի աշխատանքի համար պատասխանատու է հենց պետությունը։ Դրանից էլ հետևում է, որ անվտանգության բացիկները ևս պետք է ապահովի պետությունը, որպեսզի թեկուզ կարճ ժամանակով երկրի վճարային պրոցեսները կոլապսի չենթարկվեն։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ կիբերտիրույթում մեծ վնասներ հասցնելու ձգտում ունեցող հարևանները ևս կփորձեն օգտվել այս համակարգի խոցելիությունից, ապա խնդիրն ավելի վտանգավոր է դառնում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։